Մեքենա ունենք, որ 25 օրա կանգնած է։ 27 օրա կանգնած է։ Իսկ ինչ են պատասխանել, պատճառը որն է։ Ոչ մի բան չեմ պատասխանում։ Իրանց հետ ուչես էլ կարող խոսած, որ իրանք պատասխանում են ու վсё։ Կզանգահարենք ու վсё։ Իսկ պատճառը որն է, որ կոպիտ են խոսում, չոր են։ Դե իրանք այդպես են։ Միշտ էլ եղել է այդ, որ մի ֆուրի շոֆերը չի մանում, որ վրացիք մեր հետ շատ կոպիտ բան են խոսում, պրոստը դե անցնում գնում ես, ոչ ներվ կա, ոչ ավես կա։ Ինչ մնաց, որ մի հատ էլ դու այդ ռենգենի տեղը կամ դասմոտրի տեղը կարանաս իրանց հետ երկար բարակ անես։ Միշտ են այդպես կոպիտ խոսել, թե այս վերջին տարի։ Չէ, միշտ իրանք այդպես են։ Իրանք ձև ա եղել։ Դաժե մենք իրանց հարցել ենք տվել, որ դու գալիս եք մեր երկիր, մենք ձեզի շատ լավ ենք նայում։ Հիմա Նաև այստեղ տնտեսվարողներից նշեցին, որ ծաղիկ արտադրողներին թույլ են տվել, բանակցություններ են վարել եւ այսպես։ Ծաղիկը էլի մեքենա է եղել, որ անցել է, մեքենա է եղել, որ կբռնել են, էլի դասմոտոր են մտցել։ Իսկ ինչու մի դեպքում գործում է մյուս Կարող ասել, չեմ կարող ասել։ Կարող խոսքի կնայես դեմքին, դուրը չգա, խոսքի ինքը քվանդի մտ վատ բան անի։ Այսինքն իրավիճակից օգտվում են, գուցե նաև ստվերային ինչ-որ գործարքների մեջ են գնում։ Հա, էլի պես նայ։ Դաժե դու գալիս ես անցնելու ժամանակ ինքը նայում է սիմպաթիան բռնեց ուղարկում է ռենգեն կամ չի ուղարկում դե դի ստից բաներ է էլի տարիակշում ենք չի եղել կարող է էլի մենք դաժե տեղը չենք իմանում մեզի որ այնա ընկերոջս որ ուղարկել դաժե տեղը չենք իմացել որտեղ է դա այն տեղն է որտեղ որ դու պետք է թաքուն բան անցկացնես քեզի բռնեն էլի նույնիսկ մենք այսքան ժամանակ սկի պաբիրոս հետներս չենք անցկացնում էլի Այսինքն ինչ եք ենթադրում դուք, օրինակ, ըստ ձեզ ինչն է պատճառը։ Ինչ են ասում կամ ներքին խոսակցություններում։ Իրանք նորից եմ ասում, իրանք բան չեն ասում։ Դուք ինչ ենթադրություն եք, ոլորտի ներկայացուցիչներդ ինչ ենթադրություններ ունեք։ Ես բարորդ եմ, ես ինչ իմ։ Չէ, նկատի ունեմ, չեք խոսել, չեք առնչվել այդ թեմաներին։ Հիմա կա վարորդները շատ բան ասեն հիմա այդի։ Դու ասեք, ինչ են ասում վարորդները։ Վարորդները ճանապարհորդում են երկար գիտեն ինչ է կատարվում հիմնական իրավիճակի չէ, փաստորեն։ Ինչ են խոսում։ Առնչվողը դուք եք։ Ես չեմ կարող ասում։ Լավ, մեր պետության անելիքներին եթե անդրադառնանք, ըստ բավարար չափով ջանքեր ներդրվել են, որ այս խնդիրը Չէ, դե որ դրացել էին մի կլներ այդ խնդիրը, այն օրը խոսում էին էլի ազգային ժողով։ Ասում տալի։ Դե հանդիպելու են, բայց մենք չենք այդտեղ կանգնած, որ հանդիպելու են։ Մարդուն հարց են տալի, մարդու ուրիշ բան է պատասխանում։ Կոնյակից են խոսում, ինքը ծաղիկ ու տեքստիլից է խոսում։ Իսկ այսօր ամենաառաջնային Հայաստանից գնացող ապրանքը կոնյակն է։ Ես ինչքան մարդ ենք աշխատում։ Հիմա շոֆերը որ չգնաց, այս մարդիկ ո՞նց են աշխատելու։ Կոնկրետ վնասներին եթե անդրադառնանք։ Ես վնասների մաս չեմ կարող ասեմ, ես էլ եմ ասում, ես վարորդ եմ։ Ինչքան օրինակ կորուստ ունեք։ Դե ես մի կարայի մի ռեսկ չէի, իմ աշխատավարձը ստանայի 400-450 հազար։ Այս մեր ռեսը տևում էր 10-12 օր։ Դե դա հաշվեք էլի կորուստ է հիմա։ Ես ոնց որ ասած, հիմա պետք է մի հատ գնայի գայի, բայց կանգնած եմ։ Հասկանալի է, շնորհակալություն։ Իսկ այստեղից դեսպանատնի սպասելիքներ ունեք ինչ ակնկալիքով։ Դե ինձ թվում է երևի կկանչենք, խոսանք աղա մի բան, մի լավ բան լինի էլի։ Որովհետև իրոքից մենք անցնում ենք այդ երկիրը էլի, իրանք ինչ իրավունք ունեն այդ կոնյակը վերցնեն։ Մենք այդ երկրում այդ կոնյակը չենք ծախում։ Իրանց տրանզիտ կեքը մուծում գնում ենք, նորից եմ ասում, այդ որտեղ որ իրանք տանում են, դա ամենավատ տեղն է, որ կարան դաժե քեզ այդտեղից կալանավորեն, էլի, եթե քո բեռի մեջ մի հատ սխալ բան լինի։ Դրա համար ես քամ ժամանակ սկի այդ տեղը չեմ մանում, որտեղ է։ Ամեն մեքենան 940 լարի փող է մուծում ելքը մուտքի համար։ 940 հաշվացել ոնց լինի մի 100-150 լարել մենք ենք մեզի տենց ծախսելու փող, եթե հերթերի մեջ ենք մնում, իրանց մոտ էլ ամեն ինչ տանգ է, որ գալիս է, եթե բախտի բերման բետդ բան վեկալած չնես ուտելու են, հերթերի ժամանակ 1000 ռուբլի տալիս էին, մի հատ կոլա, մի հատ երջիկ էին տալի, այդ ֆորտ ծախողները են։